Դավթի Սաղմոսների գիրքը, գլուխ 31-րդ։ Երանի նրան, ում մեղքերին թողություն տրվեց, և ում բոլոր հանցանքները ծածկվեցին։ Երանի այն մարդուն, որին Տերն այլևս մեղավոր չի համարում, և որի բերանում նենգություն չկա։ Ես լռեցի, և իմ բոլոր ոսկորները մաշվեցին ամեն օր գիշեր-ցերեկ Տիրոջը կանչելուց։ Քո ձեռքը ծանրացավ ինձ վրա, ես կրկին ընկա թշվառության մեջ, քանզի փշերն ինձ ծակեցին։ Մեղքերս քեզ ցույց կտամ, և անօրենությունս չեմ ծածկի քեզնից։ Ասացի, թե կխոստովանեմ մեղքերն իմ, և դու թողություն կտաս իմ մեղքերի ամբողջ ամբարշտությանը։ Դրա համար բոլոր սրբերն հարմար ժամին աղոթքի կկանգնեն քո առջև, և սաստիկ ջրհեղեղների ժամանակ նրանց ոչինչ չի պատահի։ Դու ես իմ հենարանն այն նեղության մեջ, որ շուրջս պատեց։ Ով ցնծություն իմ, փրկիր ինձ նրանցից, ովքեր պաշարեցին ինձ։ Քեզ կիմաստնացնեմ ու խելամիտ կդարձնեմ քո ընթացած ճանապարհին, և աչքերս վրատ կպահեմ, ասում է Տերը։ Մի եղեք ձիերի և ջորիների պես, որոնք գիտակցություն չունեն, սանձով ու պախուրձով պետք է նրանց կզակը ճմլել, որ քեզ չմոտենան։ Շատ են մեղավորների տանջանքները, բայց ովքեր իրենց հույսը դրել են Տիրոջ վրա, Տիրոջ ողորմությունը կպարուրի նրանց։ Ուրախ եղեք և ցնծացեք Տիրոջով, ով արդարներ, պարծեցեք բոլորդ, որ ուղիղ եք սրտով։ Դավթի Սաղմոսների գիրքը, գլուխ 32-րդ։ Ցնծացեք արդարներ Տիրոջով, արդարներին է վայել օրհնությունը։ Գոհություն հայտնեցեք Տիրոջը օրհներգությամբ, տասլարանի նվագարանով սաղմոս երգեցեք նրան։ Օրհներգեցեք Տիրոջը նոր օրհներգով, քանզի հաճելի է այն։ Սաղմոս երգեցեք նրան օրհնությամբ։ Ճշմարիտ են Տիրոջ պատգամները և հուսալի նրա բոլոր գործերը։ Տերը ողորմություն և իրավունք է սիրում, Տիրոջ ողորմությամբ է լցված երկիրը։ Տիրոջ խոսքով ստեղծվեց երկինքը, և իր բերանի շնչով նրա բոլոր զորությունները։ Ինչպես մի տիկի մեջ հավաքեց ծովի ջրերը և իր գանձը դրեց անդունդների հատակը, թող երկյուղ կրի Տիրոջից ողջ երկիրը, և նրանից թող դողան բոլոր բնակիչներն աշխարհի։ Քանզի նա ասաց և ստեղծվեցին, նա հրամայեց և հաստատվեցին։ Տերը խափանում է հեթանոսների մտադրությունները, Տերն անարգում է ժողովուրդների դիտավորությունները, Տերն արհամարհում է իշխանների խորհուրդները։ Տիրոջ մտածումը հավիտյան կմնա, և նրա սրտի խորհուրդը սերնդից սերունդ։ Երանի այն ազգին, որի օգնականը Տեր Աստվածը, երանի այն ժողովրդին, որին իր համար նա ժառանգություն ընտրեց։ Տերը երկնքից նայեց բոլոր մարդկանց որդիներին, իր պատրաստած բնակատեղից դիտեց աշխարհի բոլոր բնակիչներին։ Նա, որ ստեղծել է նրանցից յուրաքանչյուրի սիրտը, հաշվի է առնում նրանց բոլոր գործերը։ Թագավորն իր զորքի բազմությամբ չի փրկվի, և ոչ էլ հսկան իր մեծ ուժով։ Ձին անօգուտ է փրկության համար, իր մեծ ուժով հանդերձ չի փրկի հեծյալին։ Տիրոջ աչքն իր երկյուղածների և իր ողորմությանը հուսացողների վրա է, մահից փրկելու նրանց անձը և սովի ժամանակ կերակրելու համար նրանց։ Մեր հոգիներն սպասում են Տիրոջը, քանզի նա մեր օգնականն է ու պաշտպանը։ Նրանով թող ուրախանան մեր սրտերը, և մենք նրա սուրբ անվան վրա հույս դնենք։ Թող ողորմությունդ, Տեր, լինի մեզ վրա։ Դավթի Սաղմոսների գիրքը, գլուխ 33-րդ։ Ամեն ժամ Տիրոջն օրհներգեմ, նրա օրհնությունն ամեն ժամ բերանումս լինի։ Անձս Տիրոջով թող պարծենա,
հեզերը թող լսեն և ուրախանան։ Մեծարեցեք Տիրոջն ինձ հետ մեկտեղ, բարձրացնենք նրա անունը միասին։ Խնդրեցի Տիրոջն ու նա լսեց ինձ և իմ բոլոր նեղություններից փրկեց ինձ։ Մոտեցեք Տիրոջն ու լույս առեք և թող ձեր երեսը չամաչի։ Աղքատն այս Տիրոջը դիմեց և Տերը նրան լսեց ու իր բոլոր նեղություններից փրկեց նրան։ Տիրոջ հրեշտակների բանակն իր երկյուղածների շուրջն է և պահպանում է նրանց։ Ճաշակեցեք և տեսեք, թե որքան քաղցր է Տերը։ Երանելի է այն մարդը, որ հույսը դրել է նրա վրա։ Վախեցեք Տիրոջից, բոլոր սրբերդ նրա, քանզի նրանից վախեցողները ոչ մի պակասություն չեն ունենա։ Մեծամեծներն աղքատացան ու սովի մատնվեցին, բայց ովքեր Տիրոջն են փնտրում, նրանցից ոչ մի բարիք չի պակասելու։ Եկեք իմ որդիներ և լսեցեք ինձ, ես կսովորեցնեմ ձեզ Տիրոջ երկյուղը։ Ով է մարդն այն, որ սիրում է կյանքը և ուզում է իր օրերը բարության մեջ տեսնել։ Լեզուդ պահիր չարությունից և շրթներդ թող նենգություն չխոսեն։ Խուսափիր չարից ու բարիք գործիր, խաղաղություն փնտրիր և դրան հետևիր։ Տիրոջ աչքերն ուղղված են արդարներին, իսկ ականջները նրանց աղոթքին։ Տիրոջ հայացքը չարագործների վրա է, նրանց հիշատակն աշխարհից ջնջելու համար։ Արդարները Տիրոջը աղոթեցին, և Տերը լսեց նրանց ու փրկեց նրանց իրենց բոլոր նեղություններից։ Տերը նրանց կողքին է, ովքեր սրտամաշ են եղել, և նա փրկում է հոգով խոնարհներին։ Արդարների նեղությունները շատ են, Տերն ազատում է նրանց այդ բոլորից, պահպանում է նրանց բոլոր ոսկորները և դրանցից ոչ մեկը չի փշրվելու։ Մեղավորի մահը չարաչար է, իսկ արդարին ատողը կզղջա։ Տերը փրկում է իր ծառաներին, և բոլոր նրանք, որ հույս են դնում նրա վրա, չպիտի զղջան։ Դավթի Սաղմոսների գիրքը, գլուխ 34։ Տեր, դատիր նրանց, ովքեր դատում են ինձ, մարտնչիր նրանց դեմ, ովքեր մարտնչում են իմ դեմ։ Առ զենքն ու զրահը քո և հասիր ինձ օգնության, սուրդ հանիր ընդդեմ իմ հալածիչների։ Վանիր նրանց և ասա ինձ, թե քո փրկությունը ես եմ։ Թող խայտառակվեն և ամոթով մնան ինձ հետապնդողները, թող ընկրկեն և ամոթահար լինեն ինձ չար կամեցողները։ Նրանք թող վերածվեն հողմից քշվող փոշու, և թող Տիրոջ հրեշտակը չարչարի նրանց։ Նրանց ճանապարհը թող խավար լինի ու սայթաքուն, և Աստծու հրեշտակը թող հալածի նրանց։ Իզուր որոգայթ լարեցին իմ դեմ իրենց ապականությամբ և իզուր նախատեցին ինձ։ Նրանց վրա կհասնի մի որոգայթ, որի մասին չգիտեն նրանք։ Իրենց թաքցրած թակարդը կբռնի ոտքը նրանց, և նրանք կընկնեն այդ որոգայթի մեջ։ Իսկ հոգիս կցնծա Տիրոջով, ուրախ կլինի նրա տված փրկությամբ։ Իմ բոլոր ոսկորները կասեն. «Տեր, ո՞վ է քեզ նման»։ Նա փրկեց աղքատին բռնակալի ձեռքից և խեղճին ու տնանկին իրենց հափշտակողներից։ Իմ դեմ բարձրացան վկաները չար, հարցաքննեցին ինձ, մինչ ես անտեղյակ էի։ Բարու փոխարեն չար հատուցեցին ինձ, խորհուրդ արին ինձ անժառանգ թողնել մարդկանց մեջ։ Նրանց հալածանքի ժամանակ ես քուրձ էի հագնում, ծոմով խղճալի էի դարձնում ինձ, և իմ աղոթքներն ինձ վերադարձան։ Եղբոր ու ընկերոջ նման սիրալիր էի, սգավորի ու վշտացյալի պես խոնարհ։ Հավաքվեցին ու չարախնդացին ինձ վրա, տանջանքներ կուտակվեցին իմ դեմ, և ես չիմացա։ Նրանք ցրվեցին, բայց չզղջացին, փորձեցին ինձ ու անարգեցին, ատամներն իրենց արհամարհանքով կրճտեցրին իմ դեմ։ Տեր, մինչև ե՞րբ պիտի տեսնես, հեռու պահիր ինձ նրանց խորամանկությունից,
և միամորիկիս առյուծներից։ Գոհություն պիտի մատուցեմ քեզ, Տեր, մեծ հավաքներում և ժողովրդի բազմության մեջ պիտի օժներգեմ քեզ։ Թշնամիներն իմ թող վրաս չխնդան, նրանք, որ ատում էին ինձ առանց պատճառի և իրար աչք էին անում ինձ համար։ Հետս խաղաղությունից էին խոսում, բայց իրենք զայրացած նենգություն էին խորհում։ Բացին ինձ վրա բերաններն իրենց և ասացին. «Այո, այո, մեր աչքերը տեսան»։ Տեր, ինքդ տեսար, մի լռիր, Տեր, մի հեռացիր ինձանից։ Զարթնի՛ր, Տեր, նայիր իմ իրավունքին ու արդարությանը, Աստված իմ և Տեր իմ։ Իմ դատն արա, արդարացրո ինձ ըստ քո արդարության, ով Տեր իմ Աստված։ Թշնամիներն իմ թող չուրախանան ինձանով և չասեն իրենց մտքում. «Եռնե՛ք, եռնե՛ք մեզ, քանզի խորտակեցինք նրան»։ Թող խայտառակվեն ու ամոթով մնան ինձ հասած չարիքի համար ուրախացողները, թող նախատինք ու անարգանք կրեն իմ դեմ մեծախոսողները։ Բոլոր նրանք, ովքեր իմ արդարությունն են կամենում և քո ծառային խաղաղություն ցանկանում, թող ուրախությամբ ցնծան քեզնով և միշտ ասեն. «Մեծ է Աստված»։ Լեզուս պիտի քո արդարությունը պատմի և հանապազ քեզ գովաբանի։ Դավթի Սաղմոսների գիրքը, գլուխ 35։ Անօրենն ասում է իր մտքում մեղանչելիս, թե իր աչքերի առջև Աստծու վախ չկա։ Նա խորամանկություն է գործում նրա հանդեպ, որ չտեսնի իր անօրենությունն ու չատի այն։ Նրա բերանի խոսքերն անարդար ու նենգամիտ են, նա չկամեցավ հասկանալ բարին։ Անօրենություն խորհեց իր անկողնում, կանգնեց այն բոլոր ուղիների վրա, որոնք բարի չեն, և չարից չձանձրացավ։ Տեր, երկնքում է քո ողորմությունը, իսկ ճշմարտությունդ մինչև ամպերը։ Արդարությունդ Աստված լեռների պես է, իրավունքդ խոր անդունդի պես, մարդ ու անասուն դու ես ապրեցնում, Տեր։ Որքան առատ է քո ողորմությունն, Աստված, մարդկանց որդիները թևերի թովանում պիտի ապավինեն։ Նրանք պիտի հագենան քո տան լիությունից և նրանց պիտի խմեցնես քո գրգանքի գետերից։ Տեր, քեզնից է կյանքի աղբյուրը, և երեսիդ լույսով ենք լույսը տեսնում։ Ողորմությունդ շնորհիր քեզ ճանաչողներին և արդարությունդ սրտով ուղիղներին։ Թող ամբարտավանների ոտքը մեզ չհասնի և մեղավորների ձեռքը չդողացնի մեզ։ Այնտեղ բոլոր անօրենություն գործողները պիտի ընկնեն, մերժվեն ու չկարողանան այլևս ոտքի կանգնել։ Դավթի Սաղմոսների գիրքը, գլուխ 36։ Մի նախանձիր չարամիտներին և ոչ էլ նրանց, ովքեր անօրենություն են գործում, քանզի նրանք խոտի պես իսկույն կչորանան, դալար խոտի պես արագ կանցնեն։ Հույսդ դիր Տիրոջ վրա ու բարություն գործիր, բնակվիր երկրում և արածիր նրա ընդարձակության մեջ։ Պաղատիր Տիրոջը, և նա քեզ կտա սրտիդ ուզածները։ Հայտնի դարձրու քո ճանապարհները Տիրոջը և դիր հույսդ նրա վրա։ Նա այնպես կանի, որ արդարությունդ երևա ինչպես լույս և իրավունքդ ինչպես ցերեկ։ Հնազանդ եղիր Տիրոջն ու ծառայիր նրան։ Մի նախանձիր նրանց, որոնց ճանապարհը նշավակելի է, ոչ էլ այն մարդուն, որ անօրենություն է գործում։ Դադարիր բարկանալուց, հանդարտվիր սրտմտությունից և մի նախանձիր չարամիտներին։ Չարագործները շուտով կվերանան, իսկ Տիրոջն սպասողները կժառանգեն երկիրը։ Եվս մի փոքր ժամանակ, և այլևս ամբարիշտ չի մնա, կփնտրես նրա տեղն ու չես գտնի։ Իսկ ովքեր հեզ են, նրանք կժառանգեն երկիրը
եւ կզվարճանան մեծ խաղաղության մեջ։ Մեղավորը հետապնդում է արդարին եւ իր ատամներն է կրճտացնում նրա վրա, բայց Տերը կծիծաղի նրա վրա, քանզի նախապես գիտե, որ հասել է նրա օրը։ Մեղավորները սուր քաշեցին եւ լարեցին իրենց աղեղները աղքատին ու տնանկին հարվածելու, սրտով խոնարհներին սպանելու համար։ Նրանց սրերը կմխվեն իրենց սրտերը եւ նրանց աղեղները կփշրվեն։ Արդարի քիչն ավելի լավ է, քան մեղավորների մեծ հարստությունը։ Ամբարիշտների բազուկները կխորտակվեն եւ Տերն արդարներին հաստատ կպահի։ Նա գիտե անմեղների օրերը, նրանց ժառանգությունը հավիտյան կլինի։ Փորձանքի ժամանակ նրանք ամոթով չեն մնա, իսկ սովի օրերին կհագենան։ Արդ մեղավորները կորստյան կմատնվեն, եւ Տիրոջ թշնամիներն իրենց փառքի ու վերելքի ժամին կսպառվեն, ինչպես ծուխն է սպառվում։ Մեղավորը փոխ է առնում ու չի վճարում, իսկ արդարը ողորմում է ու տալիս։ Ովքեր օրհնում են Տիրոջը, կժառանգեն երկիրը, իսկ ովքեր անիծում են, կջնջվեն Տիրոջ ձեռքով։ Տերն ուղղում է այն մարդու ընթացքը, ով շատ է սիրում իր ճանապարհը։ Եթե անգամ նա սայթաքի, չի կործանվի, քանզի Տերը բռնել է նրա ձեռքը։ Մանուկ էի ես եւ ծերացա, բայց արդարին արհամարված չտեսա, կամ նրա զավակին հաց մուրալիս։ Ամեն օր նա ողորմում ու փոխ է տալիս, նրա սերունդը հավիտյան օրհնյալ կլինի։ Խուսափիր չարից ու բարություն արա եւ հավիտյան կապրես երկրի վրա։ Տերը սիրում է իրավունքը եւ իր սրբերին երեսի վրա չի թողնում, այլ հավիտյան պահպանում է նրանց։ Անօրենները կքշվեն, կգնան միասին, եւ ամբարիշտների սերունդը կոչնչանա։ Իսկ արդարները կժառանգեն երկիրը, եւ հավիտյանս հավիտենից կբնակվեն նրա մեջ։ Արդարի բերանն իմաստություն է բարբարում, իսկ լեզուն արդարություն է խոսում։ Նրա սրտում իր Աստծո օրենքն է, ուստի նրա երդն անսայթակ կլինի։ Մեղավորը նայում է արդարին եւ ձգտում սպանել նրան, սակայն Տերը նրա ձեռքում չի թողնի նրան եւ դատաստանի ժամանակ նրան չի դատապարտի։ Սպասիր Տիրոջն ու պահիր նրա ճանապարհները, նա քեզ կբարձրացնի երկիրը ժառանգելու եւ դու կտեսնես մեղավորների կործանումը։ Տեսա ամբարշտին մեծացած ու բարձրացած ինչպես Լիբանանի մայրիները, ես մոտով անցա եւ ահա նա չկար, փնտրեցի ու նրա տեղը չերևաց։ Անարատ ապրիր եւ նայիր արդարությանը, քանզի խաղաղասեր մարդը ժառանգություն կունենա, անօրենները կքշվեն, կգնան գլխովին եւ ամբարիշտների սերունդը կորստյան կմատնվի։ Արդարների փրկությունը Տիրոջից է, նեղության ժամանակ նա է նրանց օգնականը։ Տերը կօգնի ու կփրկի նրանց, կազատի մեղավորներից ու կպահպանի նրանց, քանզի նրանք իրենց հույսը դրել են նրա վրա։ Դավթի Սաղմոսների գիրքը, գլուխ 37։ Տեր, քո զայրույթով մի հանդիմանիր ինձ, եւ քո բարկությամբ ինձ մի խրատիր, քանզի քո նետերն ինձ հարվածեցին եւ քո ձեռքն ինձ վրա ծանրացավ։ Մարմնից համար բուժում չկա քո բարկության դեմ։ Ոսկորներս հանգստություն չունեն իմ մեղքերի պատճառով, անօրենություններս գլխիցս վեր բարձրացան, սաստիկ բեռան պես ծանրացան վրաս։ Վերքերն իմ նեխեցին ու փտեցին անզգամությանս հետևանքով։ Տառապեցի եւ խիստ նվաստացա, գիշեր-ցերեկ շրջեցի վշտացած, քանզի հոգիս լցվեց տանջանքներով
եւ մարմնիս համար բուժում չկա։ Չարչարվեցի ու սաստիկ կորացա, մռնչացի սրտիս հեծությունից, Տեր, ամբողջ ցանկությունս առջևդ է, եւ հառաչանքս չծածկվեց քեզնից։ Սիրտս սպխտորվեց իմ մեջ, եւ ուժս լքեց ինձ, աչքերիս մեջ լույսի նշույլ իսկ չմնաց։ Բարեկամներս ու ընկերներս մոտեցան ու կանգնեցին իմ առջև, եւ մերձավորներս ինձնից հեռու մնացին։ Ինձ հետապնդողները բռնադատեցին ինձ, իմ դեմ չարիք նյութողները անօրենություն խոսեցին, եւ գիշեր-ցերեկ նենգություն մտածեցին, իսկ ես դարձա ինչպես խուլ, որ չի լսում, ինչպես համր, որ բերանն իր չի բացում։ Ես դարձա ինչպես մարդ, որ չի լսում, եւ որի բերանում խոսք չկա։ Եվ հույսս քեզ վրա դրի, ով Տեր, եւ դու կլսես ինձ, Տեր իմ Աստված։ Ասացի, թող թշնամիներս չծիծաղեն վրաս, երբ ոտքս սայթաքեց, նրանք հոխորտացին իմ դեմ։ Ես պատրաստ եմ տանջանքների, եւ իմ ցավերը միշտ առջևս են։ Կպատմեմ իմ անօրենությունները եւ կհոգամ իմ մեղքերի մասին։ Բայց թշնամիներն իմ ողջ են եւ ավելի հզոր, քան ես, եւ բազմացել են նրանք, ովքեր հանիրավի ատում են ինձ, ովքեր ինձ չարությամբ հատուցեցին բարու փոխարեն եւ չարախոսեցին իմ մասին, քանզի ես արդարությամբ էի ընթանում։ Մի լքիր ինձ, Տեր իմ Աստված, եւ մի հեռացիր ինձնից։ Ուշ դարձրու, որ ինձ օգնես, ով իմ փրկիչ Տեր։ Դավթի Սաղմոսների գիրքը, գլուխ 38։ Ասացի, զգուշանամ իմ ճանապարհին, որ լեզվովս չմեղանչեմ, բերանիս պահպանակ դրի, երբ մեղավորը հակառակվեց ինձ։ Խուլ եղա եւ խոնարհ դարձա, բարիքս լռության մատնեցի եւ ցավերս նորոգվեցին իմ մեջ։ Սիրտս կրակ կտրեց իմ ներսում եւ մտքիս մեջ հուր բորբոքվեց։ Խոսեցի լեզվովս եւ ասացի. Տեր, ցույց տուր ինձ, թե երբ է իմ վախճանը եւ որքան է կյանքիս օրերի թիվը, որպեսզի իմանամ, թե ինչքան կորուստ եմ ունեցել։ Ահա սահման դրիր իմ օրերին եւ կարողությունս ոչինչ է իմ աչքում, բոլորովին ոչնչություն է ամեն մարդ, որ մարմին ունի։ Արդարև, մարդ շրջում է ինչպես մի ուրվական, բայց իզուր է նա տագնապում, գանձ կուտակում, չիմանալով թե ում համար։ Իսկ արդ ով է իմ համբերությունը, եթե ոչ դու, Տեր, կամ իմ ուժն ու կարողությունը քեզնից չէ միթե։ Բոլոր հանցանքներիցս փրկեցիր եւ անզգամների համար նախատինք դարձրիր ինձ։ Ես խուլ եղա եւ չբացեցի բերանն իմ, քանզի դու էիր գործում։ Հեռացրու ինձնից իմ տանջանքները, որովհետև քո ձեռքի զորությունից հյուծվեցի ես։ Մեղքերի համար կշտամբելով խրատեցիր դու մարդուն, սարդոստայնի պես մաշեցիր նրան, բայց սուտ է ամեն մարդ։ Տեր, լսիր իմ աղոթքը, ականջ դիր խնդրանքներիս եւ արտասուքս լռության մի մատնիր։ Բանդուխտ եմ ես քո առաջ, օտարական եւ անցորդ, ինչպես իմ բոլոր նախնիները։ Թույլ տուր ինձ, որ հանգստանամ, մինչև իմ գնալն այնտեղ, ուր այլևս չեմ լինի։ Դավթի Սաղմոսների գիրքը, գլուխ 39։ Համբերությամբ սպասեցի Տիրոջը, եւ նա նայեց ինձ ու լսեց իմ աղոթքը։ Նա ինձ հանեց տառապանքի փոսից, ցեխից ու տիղմից, ոտքերս ժայռի վրա հաստատեց եւ ուղղեց իմ քայլերը։ Բերանս դրեց մի նոր օրհներքը մեր Տեր Աստծո։ Շատերը պիտի տեսնեն ու վախենան եւ իրենց հույսը դնեն Տիրոջ վրա։
Երանի այն մարդուն, որի հույսը Տիրոջ անունն է, եւ որը ունայնությանն ու սուտ մոլորությանն ուշ չի դարձրել։ Բազում են քո սքանչելիքները, Տեր իմ Աստված, քո խորհուրդներում ոչ ոք նման չէ քեզ։ Պատմեցի ու խոսեցի դրանց մասին, բայց դրանք անթիվ են։ Զոհերն ու ընծաները հաճելի չեղան քեզ։ Ինձ լսողություն տվիր եւ ողջակեզ ու մեղայագին չպահանջեցիր։ Այն ժամանակ ասացի, թե ահա գալիս եմ ես, գրքի գլուխներում գրված է իմ մասին։ Ուզեցի կամքդ կատարել, Աստված իմ, եւ օրենքդ, որ իմ ներսում է։ Մեծ հավաքներում ես քո արդարությունն ավետեցի, եւ արդ շրթունքներս չեմ կտրում քեզնից։ Տեր, դու գիտես, որ քո արդարությունը, քո ճշմարտությունն ու փրկությունը ծածուկ չեմ պահել իմ սրտում, պատմել եմ եւ մեծ հավաքներից չեմ թաքցրել քո ողորմությունն ու ճշմարտությունը։ Իսկ դու, Տեր, գթությունդ հեռու մի պահիր ինձնից, քո ողորմությունն ու ճշմարտությունը միշտ պահապան լինի ինձ։ Ինձ պաշարեցին չարիքներ, որոնք անթիվ էին։ Անօրենություններս ինձ վրա հասան, եւ ես չկարողացա նկատել։ Գլխիս մազերից ավելի շատ եղան դրանք, եւ սիրտս ինձ լքեց։ Կամեցիր փրկել ինձ, Տեր, նայիր, որ օգնես ինձ, Տեր։ Թող խայտառակվեն ու ամոթահար լինեն նրանք, որ ուզում էին կործանել ինձ։ Թող ետ դառնան ու ամոթով մնան ինձ չար կամեցողները։ Թող շուտափույթ անարգանք կրեն նրանք, որ չարախնդում էին իմ դեմ։ Թող քեզանով ցնցան ու ուրախանան բոլոր նրանք, որ փնտրում են քեզ, Տեր։ Քո տված փրկությունը սիրողներն ամեն ժամ թող ասեն. մեծ է Աստված։ Ես աղքատ եմ եւ տնանկ, Աստված, հոգ տար իմ մասին։ Իմ օգնականն ու պաշտպանը դու ես, Աստված իմ, մի ուշացիր։ Դավթի Սաղմոսների գիրքը, գլուխ 40-րդ։ Երանի նրան, ով մտածում է աղքատի ու տնանկի մասին, փորձանքի օրը Տերը կփրկի նրան։ Տերը կփրկի ու կպահպանի նրան, երանելի կդարձնի երկրի երեսին եւ չի մատնի նրան իր թշնամիների ձեռքը։ Տերը նրան կօգնի տառապանքի մահճում եւ նրա անկողինն ամբողջովին կմաքրի իր հիվանդությունից։ Ես ասացի. Տեր, ողորմիր ինձ եւ բժշկիր անձնիմ, ես մեղանչեցի քո դեմ։ Թշնամիներս չարությամբ ասացին իմ մասին. երբ պիտի մեռնի նա եւ նրա անունը ջնջվի։ Ինձ այցելության եկողը դատարկ բաներ էր խոսում իր սրտում, անօրենություն կուտակում իր մեջ, դուրս էր գալիս եւ նույն բանն էր պատմում։ Բոլոր թշնամիներս քրթմնջեցին իմ մասին եւ չարիք նյութեցին իմ դեմ։ Նրանք անօրեն խոսքեր բարդեցին ինձ վրա։ Ով ննջում է, միթե այլևս հարություն չի առնի։ Անգամ իմ բարեկամ մարդը, որին ես վստահում էի եւ որն ուտում էր հացն իմ, հաճախակի իմ դեմ խաբեություն գործեց։ Բայց դու, Տեր, ողորմիր եւ ոտքի կանգնեցրու ինձ, որ հատուցեմ նրանց։ Եթե թշնամիներս չչարախնդան վրաս, դրանից ես կիմանամ, որ բարեհաճ ես իմ հանդեպ։ Դու իմ անմեղության համար ընդունեցիր ինձ եւ հավիտյան հաստատեցիր քո առջև։ Օրհնյալ լինի Տեր Աստվածն Իսրայելի, հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Ամեն։